խնդիրն է եւ ճիշտ բանաձևեր տալը, որպեսզի այդ կոնսոլիդացիան կայանա։ Կոնսոլիդացիայի բանաձևերից մեկը ըստ էության պետք է լինի հենց մասնակցությունը, հանրային մասնակցությունը ընտրություններին, որովհետև վերջին հաշվով նաև Եվրոպայի վերած ձեր օրինակները ցույց են տալիս, որ էլեկտորալ մասնակցության յուրաքանչյուր 10%-ի ավելացումը բերում է փոփոխությունների, որակական փոփոխությունների եւ առաջիկայում մեր ընտրությունների մասնակցությունից է կապված նաև մեր երկրի ընտրությունների արդյունքներն ու որակական փոփոխությունները եւ պետություն ունենալու այդ ձեր կողմից ցանկություն պետություն եւ պետականություն ունենալու ցանկության երաշխավորումը։ Մենք դեռ կվերադառնանք պարոն Սուրենյանց այս հարցի քննարկմանը, Սարգսյան, ես ուզում եմ հանրային տրամադրությունների մասին խոսելու շրջանակներում խոսենք երիտասարդների հանրային տրամադրությունների մասին։ Դուք շատ եք շփվում երիտասարդների հետ, աշխատում եք իրենց հետ եւ նաեւ այսպես առօրյա շփումների արդյունքում կարող եք գոնե տեսակետ ձևավորել մեր երիտասարդների հանրային տրամադրությունների մասին։ Ես գիտեմ, որ շատ է ընդունված, այսպես ասել, որ երիտասարդները անտարբեր են, երիտասարդները իներտ են, նրանց չի հետաքրքրում մեր երկիրը, չի հետաքրքրում մեր երկրի ապագան եւ այլն, բայց ես ինքս էլ երիտասարդների հետ շփվելով բոլորովին այլ տպավորությունն եմ։ Հիմա ձեր կարծիքով մեր երիտասարդների պատմական հիշողությունը իրականում ինչպիսին է, արդյոք իրենք տրվել են այս Փաշինյանի գաղափարախոսությանը իրական Հայաստանի եւ պատմական հիշողությունից հրաժարվելու, թե մեր երիտասարդները այնուամենայնիվ կայուն են այդ հարցում եւ պատրաստ են իրենք իրենց ջանքերը գործադրել մեր երկրի ապագայի համար։ Ակին Վարդանյան, շնորհակալություն, նախ շնորհակալություն հրավերի համար։ Գիտեք, դուք ձեր խոսքի սկզբում մի հետաքրքիր ձևակերպում արեցիք, ասեցիք, այդպես էլ ես չունեմ այն ֆորմուլան, հա, ինչպես է այսօր ձևավորվում հանրային տրամադրությունը։ Կարծում եմ, որ մեզանից ոչ ոք այսօր հստակ այդ բանաձևը չունի, բայց նախ մենք պետք է ընդունենք, որ հանրային տրամադրությունները իսկապես երկրների համար տարբեր պատմական փուլերում ձևավորվում են որոշակի իրադարձությունների, գործողությունների, փաստերի, ինչու՞ չէ նաև անհատների, նրանց վարած քաղաքականության եւ նրանց առաջնահերթությունների հիմնված, հա, ինչ որ կա։ Հիմա իշխանությունների առաջնահերթությունը հաճախ ունի հատկություն բազմանալու, տիրաժավորվելու եւ այլն։ Ինչ վերաբերվում է երիտասարդներին, ես ուզում եմ մի փոքր 18 թվից այս կողմ գանք եւ հասկանանք, թե ինչպես են մեր երկրում այս հանրային տրամադրությունները ձևավորվում։ 18 թվականին ես ուզում եմ հիշեցնել, որ երիտասարդությունը Երևանի փողոցներում գոռում էր մենք ենք տերը մեր երկրի եւ այնքան միասնական էր եւ պիտի ընդունենք, որ 18 թվականի իրադարձությունները իրենց կուլմինացիային հասան եւ հաջողություն ունեցան այսօրվա իշխանությունների համար հենց այն դեպքում, որտեղ երիտասարդները շատ ակտիվ էին, որտեղ հավատում էին ինչ-որ փոփոխությունների։ Դրանից հետո ինչ եկավ, դրանից հետո բոլոր թեզերը Հայաստանում, որոնք նետվել են իշխանության կողմից եւ կյանքի են կոչվել, դրանք եղել են պառակտման թեզեր։ Եթե դուք ինձ այսօր մի թեզ գոնե ցույց տաք, որ չի եղել այսպես եւ այսպես, այ եղել է ընդհանուր թեզ հայ ժողովրդի համար, գաղափար եւ այլն, որ նույն էլ երիտասարդությունը վերցնի եւ կիրառի։ Եղավ 20 թվականի պատերազմը, այդ երիտասարդներից շատերը, ովքեր փողոցում կանգնած էին այն ժամանակ, հիմա ցավոք սրտի եռաբլուրում են։ Նրանց ընկերները, մենք արդեն մոտավոր պատկերացնում ենք ինչ հոգեբանական վիճակում են, դա անտարբերություն չէր, դա ընկճախտ էր, դա ապաթիա էր, դա արդարության զգացումի կորուստ էր։ Եվ դրանից հետո մարդիկ արդեն սկսեցին տեսնել եւ հասկանալ, որ սև ու սպիտակ թեզ, հաջորդը հարուստ աղքատ, նախկին ներկա, լավ ռուսախոս, հայախոս, ռուսամետ, եվրոպամետ։ Մենք երևի թե 18 թվականին են լավագույն քաղաքագետներն ու պատմաբանները չէին պատկերացնում, որ այդ պառակտման թեզերը կարող են գալ, աճել, դառնան այնպիսին, որ հասնել կպնել հայ ժողովրդի ինքնությանը եւ պատմությանը։ Ինձ թվում է մեզանից ոչ մեկը այդ ժամանակ դա չէր կարող պատկերացնել, որ հայ ժողովրդին այդպիսի թեզ էլ կտրվի, բացի արցախցի հայաստանցի հասկացողությունից,
Արցախը պետք է թե ոչ, հետո այդ թեզը կվերջանա նրանով, որ չկա Ղարաբաղյան շարժում, չկա պատերազմ, հա, կամ ցեղասպանության հարցում, ուրեմն, այս թեզը, որ մեզ թվում էր, թե մեր ինքնությունն է, պատմական հիշողությունը մեր ինքնությունն է, բայց Տիկին Վարդանյան, մենք մասնակցում ենք միասին մեկ օր առաջ այդ խորհրդաժողովին 111-ամյա տարելիցին նվիրված ցեղասպանության եւ ես կարծում եմ, որ այնտեղ Գագիկ Ծառուկյանը մի շատ ճիշտ, կարճ եւ փայլուն ձևակերպում տվեց, որ չենք սպասում, որ կունենայինք այնպիսի իշխանություններ, կտեսնենք այնպիսի իշխանություն, որոնք կվախենան նայեն Արարատին, խոսել Արցախից եւ խոսել ցեղասպանությունից։ Հիմա իհարկե պարոն Պարոնյանի տված թվերը ինձ ուրախացնում են, որ մենք այսօր այդպիսի տոկոս ունենք, բայց փաստը մնում է փաստ, որ այդ թեզը այսօր նետված է շրջանառություն։ Հիմա թե ինչքան դա կարող է ազդել երիտասարդության եւ ինչը ավելի վտանգավոր է մատաղ սերնդի վրա, ստեղ շատ կարեւոր են արդեն անհատների մտավորականության խնդիրը, այն ուսուցիչների ու դասախոսների, ովքեր մտնում են լսարան, պատմաբանների ամենակարևորը։ Ես պատմություն չեմ դասավանդում, բայց մենք տեսնում ենք, որ կա հիմա մի փաստ։ Եթե մենք ասում ենք, որ Ադրբեջանը նենգափոխում է հայոց պատմությունը, բայց մենք էլ Հայաստանում խմբագրում ենք եւ ձևախեղում ենք այդ պատմությունը։ Դա իրականություն է։ Հայոց ցեղասպանության թանգարանի տարածքում, ես եթե թվերում չեմ սխալվում, կա 2 հուշարձան, 3 խաչքար, գերեզմաներ կան, որոնք մնացել են Արցախյան առաջին գոյամարտից եւ ես դա գիտեմ հստակ, դրա մասին խոսել են թանգարանի աշխատակիցները, որ երբ որ պատվիրակություններ էին գալիս այցելությունների թանգարան, անպայման երբ որ իրենք այնտեղ լինում էին, թանգարանի աշխատակիցները դրանով նաև ուզում էին ցույց տալ ուղիղ կապը հայոց ցեղասպանության եւ Արցախյան գոյամարտի միջև։ Ի վերջո Արցախի շրջափակման 9-10 ամիսների օրերին ոչ միայն մեր ցեղասպանագետները, այլ նաև Լեմկինի ինստիտուտը, ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան ասեցին, որ Արցախում տեղի ունեցածը դա ցեղասպանություն է հյուծման միջոցով։ Մենք այսօր ինչքանով ենք կարողանում, պիտի հասկանանք մի բան, որ հիշողությունը ընդամենը մի քանի հատկություն ունի։ Ինքը կամ փոխանցվում է, կամ խմբագրվում է, կամ ջնջվում է։ Հիմա մենք պետք է հասկանանք, մենք մեր սերունդներին ինչ հիշողություն ենք ուզում փոխանցել։ Ես մի քիչ սիրում եմ օրինակներով խոսել։ Ես Պապս Սարգիս Սարգսյանը, ում ծնողներին 15 թվին սպանել են իր աչքի առաջ Արևմտյան Հայաստանում, ինքը 5-6 տարեկան տղա, ուղղակի շատ ճկուն ֆիզիկապես պինդ եւ աչքաբաց երեխա եղել, քրոջ հետ ձիով փախել են այնտեղից, միահագին տարածք մենակ անցել են, մինչև հասել են, եկել են հայերի խմբի են միացել։ Ես պապուս չեմ տեսել։ Ինքը իմ լույս աշխարհ գալուց առաջ է մահացել 3-4 տարի առաջ։ Հիմա ես հարցս ռետորական չի, հարցում եմ իմ բոլոր գործընկերներին։ Ես գիտեմ այդ պատմությունը, որտեղ իմ հայրը դա ինձ փոխանցել է։ Ես դա իմ դուստրերին փոխանցել եմ եւ ամեն ինչ անելու եմ, որ փոխանցեմ նաեւ թորանս եւ ապագա թորներիս։ Հիմա այստեղ հայ մարդը ինքը պիտի իր արժեվ այդ հարցը դնի։ Բայց նաև մենք տեսնում ենք, որ այո, այդպես չեն ասում ուրացեք, մոռացեք ցեղասպանությունը։ Արցախցի կնոջ հետ տեղի ունեցած հայտնի դեպքերի ժամանակ մետրոյում, երբ վարչապետը խոսում էր, ես դա հիմա չեմ մանրամասնի, որտեղ այնքան խոսվեց ու գրվեց, գիտեք ինչ, այնտեղ շատ խոսքեր էին առանցքային դարձնում։ Ինձ համար ամենակարևորը եւ ամենացավոտը նա էր, որ ինքը նայելով մորը, ով ասում է, որ երեխաս ուզում է իր տունը հիշում է, իր խաղալիքները եւ ուզում է գնա իր պապիկի գերեզմանին, ինքը ասում է այդ պանդուխտի գենը հանեք ձեր երեխայի միջից։ Հիմա ես հարցնում եմ հարգելի գործընկերներ, ես գնում եմ իմ պապու գերեզմանին։ Ես գիտեմ, որ նա ցեղասպանությունից փրկված ու եթե չփրկվեր չէի լինի ես իմ սերունդները։ Իմ դուստրերը գնում են թորներիս էլ անպայման տանելու եմ։ Դուստրերիս ես ցեղասպանության հուշահամալիր տարել եմ տարիքում, երբ նույնիսկ դժվարանում էին քայլել, բայց ես գրկած իրենց բարձրացնում էի եւ հաղթահարում էի։
Մենք պանդուխտի գեն ենք կրում ի վերջո մեր մեջ, հա, պանդուխտ ենք մենք, թե մենք արժանապատվության հիշողության գեն ենք կրում, եւ ի վերջո հայ ժողովուրդը պիտի տա իրեն այն հարցի պատասխանը, ինքը պանդուխտ է ուզում լինել, թե մանկուրտ։ Մենք հիմա երկու տարբերակ ունենք, այդ երկու տարբերակների միջև պիտի, եթե նույնիսկ պանդուխտ են մեզ որակում, թեկուզ դա պանդխտություն չէ, բայց պանդխտության դեպքում ինձ թվում է պանդուխտ լինելը ավելի լավ է, քան մանկուրտ։ Բայց պետք չէ մեր պատմական հիշողությունը, եւ ես մի բան եմ անպայման ուզում շեշտել, որ պատմական հիշողությունը դրանք միայն ողբերգությունները չեն եւ դժբախտությունները չի, եւ թող մեր հայրենակիցները ընտրության գնալուց առաջ ճիշտ գիտակցեն մի փաստ, որ պատմական հիշողություն է նաև Սարդարապատը, պատմական հիշողություն է նաև Արցախի առաջին գոյամարտը, եւ եթե մենք մի օր տուրք տանք այս ամեն ինչին, որպեսզի փորձեն խմբագրել մեր պատմությունը, խմբագրեն դասավանդումը այդ պատմության դասարանում։ Ես հիմա նախ սկսենք նրանից, որ մեզ հայրենիք սիրելու մոդել են ուզում մատուցել։ Էդ էլ է արդեն խմբագրվում, պարզվում է, որ մենք հայրենիքը ճիշտ չենք սիրել։ Ասում են, սա անենց մի հատ մոդել է հայրենիք սիրելու, որ խորհրդային միության օրոք է ձևավորվել։ Եվ ո՞րն է այդ մոդելը, կարող եմ իմանալ։ Այն Արցախյան առաջին գոյամարտին այն տղերքը, որ գնացին զոհվեցին, հա, դրանք խորհրդային միությունում մեծացած տղաներ էին, խորհրդային դպրոց էին գնացել։ Բայց ուզում ասեմ, ո՞րն էր այդ խորհրդային մոդելը։ Այո, այդ խորհրդային միության տարիներին դրա մասին պետք է անպայման հիշենք այս համատեքստում եւ այս կոնտեքստում եւ ի վերջո խորհրդային միություն էր եւ երևի թե այո, նույնիսկ շատ հարցերում ուզում էր ինչ որ ձևով այդ հիշողությանը մոռացության տալ, բայց 1965 թվականին Եղեռնի 50-ամյա տարելիցին հայ երիտասարդները դուրս եկան ողողեցին Երևանի փողոցները։ Հա, այդպես ազգային ոգու, այդպիսի ուժգին պորտկում մենք այս մեր վերջին տարիների պատմության մեջ, հետո երևի արդեն եղավ Արցախյան գոյամարտի, դա խորհրդային միությունը չէր։ Հիմա ես չգիտեմ այդ հայրենիք սիրելու մոդելները ովքեր եւ որտեղ են գրում եւ ոնց պիտի նաեւ մատուցվի հասարակությանը։ Եվ Տիկին Վարդանյան, ուզում եմ ասել, որ ես դեռ հավատում եմ նրան, ես կողմնակից չեմ նրան, որ երիտասարդությունը անտարբեր է, որովհետև ճիշտ ասած այս վերջին ժամանակահատվածում նաև առաջարկ Հայաստանի նախաձեռնող խմբի այդ աշխատանքների, որ մրցույթ էր կազմակերպվել Գագիկ Ծառուկյանի կողմից նախաձեռնված, որ խոսում են եւ առաջարկում են երիտասարդները, մենք այնտեղ այնպիսի աշխատանքներ կարդացինք, հուզվելու աշճանի, եւ ուզում եմ ասել, որ արցախցիներից էլ մեծ քանակով երիտասարդներ էին այնտեղ եւ մասնակցել են եւ գրել են իրենց ծրագրերը, իրենց մոտեցումները եւ ես հավատում եմ նրան, որ երիտասարդությունը անպայման իր խոսքը ասելու է, ինքը հասկանում է, որ մեր պատմական հիշողությունը դա մեր ինքնությունն է եւ այդ ինքնությունը մեզանից ջնջել չեն կարող վերցնել, ինչպես չկարողացան նույնիսկ 15-16 թվականին ջնջել այն հայ որբմանուկներից, ում որ փորձում էին թրքացնել։ Եթե այն ժամանակ չստացվեց, ես կարծում եմ, որ հիմա չի ստացվելու։ Շնորհակալ եմ, եթե հարց